Ողջունում եմ ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, հիշեցնում, որ դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Մենք հաղորդումը տեսաձայնագրում ենք ամսի 8-ին, ընտրությունները ավարտվել են, արդյունքները կարծես թե պարզ են, մենք հետևում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ ելույթին, որի արդյունքում արդեն ըստ տվյալների նախնական վերջնական չասենք ամեն դեպքում, որովհետեւ դեռևս կարող է ինչ-որ փոփոխություններ լինեն, բայց ազգային ժողով կարծես թե անցնում են 3 ուժեր, քաղաքացիական պայմանագիրը, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանը կարծես թե չի հաղթահարում 4%-ի շեմը, եւ այդ առիթով մենք եւ առհասարակ ընտրությունների արդյունքների մասին զրուցելու համար հրավիրել եմ պարոն Աղայանին, Արմեն Աղայանն է մեր տաղավարում, Հայկական ընտրություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, բարև ձեզ պարոն Աղայան։ Ընդհանուր տպավորություններից սկսենք, հետո կետարկետ գնանք։ Ես տեսա վերածնված ՀՀԿ իդեմս քաղաքացիական պայմանագրի, որը կարողացել էր ինչ-որ նոր տեխնոլոգիաներով բոլոր թաղային մեխանիզմները օգտագործելով տեղամաս բերել ընտրողների այնպիսի քանակ, այնպիսի անտեղյակ, այսպես անպատասխանատու կախյալ ընտրողների մի ահռելի քանակ, որ անգամ այս պահին ես պատրաստ չեմ հասկանալ դրանցից օրինակ մոտ 100,000-ին նա որտեղից է գտել, որովհետև դա հակառակորդ կամ մրցակից թիմերի ընտրողները չեն, դա այն ընտրողները չեն, որոնք որ պակասել էին վերջին ՀՀԿ-ի ընտրությունից եւ առաջին նիկոլական ընտրության արանքում, հիշում եք մոտ 300,000 ընտրողներ կորան, ասենց անսպասելի ձևով, չնայած շատ ակտիվ ընտրություններ էին թե 18 թվականի, թե 21 թվականի ընտրությունները, բայց այդ թիվը կտրուկ պակասել էր եւ դա հաստատում էր այն ենթադրությունների, որ նախկին իշխանությունները, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը օգտագործում էին ինչ որ պահեստային ընտրազանգված գոյություն չունեցող ընտրողներ, գոյություն չունեցող մարդկանց անձնագրեր, որոնք ասենք երթուղայիներով այսպես պատտվում էին ինչ որ կարուսելներով, այսպիսի խոսակցությունները հիշում ենք։ Դե մենք տարբեր տեղեր նաև տեսանք, որ մահացած մարդկանց անուն ազգանուններ դեռևս շարունակում են ցուցակներում լինել։ Հայտնաբերվել են այս անգամ էլ շարունակվում են, չնայած եղել էր մինչև այդ ցուցակների զտում։ Ես չեմ սխալվի, եթե ասեմ մոտ 60-70,000 մարդու անուն պակասել էր, ենթադրում եմ, որ նաև ծնվողները ոչ թե ծնվողները, այլ 18 տարեկան լրացածները ավելացել են, բայց մի քիչ էլ ավել պակասել է, դրանց իբր թե զտել են։ Հա երկար բացակայողներ, շատ մեծ տարիք, որ հավանաբար միտեղ մահացել է օտարության մեջ, ուղղակի Հայաստանը դրա մասին ինֆորմացիա չունի, այս բոլոր դեպքերը կարծես թե հանել էին, այնուամենայնիվ մնացել էր 2,505,000, ինչը ոչ մի վիճակագրական, սոցիոլոգիական հետազոտությունների առումով չի հաստատվում, որ Հայաստանում այդքան փաստացի ընտրող կա։ Հայաստանում փաստացի առկա ընտրողների թիվը 1,900,000-ի շուրջ է գնահատվում, 1,900,000-ի շուրջ, եւ այդ թվից առաջին ազդանշանը, որ շատ մեծ մասնակցություն էր լինում, եղավ վերջին սոցիոլոգիական հարցումներին, երբ որ պարզվեց, որ ընտրողներից 82%-ը հայտնել է, որ անպայման գնալու է ընտրության։ Նախկինում այդ թիվը մոտավորապես 72 է լինում, 1, 2, 3 այդպես։ Այս անգամ 82 էր, այսինքն 10%-ային կետով ընտրողները պիտի ավելանան, դա մի անգամից թույլ տվեց ենթադրել, որ մասնակցությունը լինելու է 1,450,000-ից մի քիչ ավել, եւ այդպես էլ կարծես եղավ 1,470,000 էր, թե ինչ էր, բայց սրանք ոնց որ անկարևոր մատնամասներն էին, ուղղակի եթե հիշենք, հա, այդպես Ռուսաստանից բերվում են, որպեսզի այսինչ ուժի օգտին քվեարկվեն, բան, այս ամբողջ աղմուկի ներքո իրականացվել է մի ահռելի օպերացիա, ասենք տարբեր վարչական աշխատողների այսպես արշավներ, հա, քաղաքից քաղաք, չգիտեմ, տարբեր միջոցառումների ժամանակ ակտիվ դրսևորումներ, քարոզչության, այսպես զուգակցում մարդկանց շահերի հետ, այսինքն տեսեք, գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն ՀՀԿ-ի, որը հեշտ ձև էր գտել
ասենք գումար էր բաժանում, թույլ էր տալիս դա բաժանել բարգավաճին, ասենք չգիտեմ օրինաց երկրին եւ այլն, այս անգամ գումար այսպես չի բաժանվել, նույնիսկ տեղ-տեղ այդ մարդկանց հաշվին է շատ բան եղել, ասենք չգիտեմ, կարող է գնային եւ գյուղում սեղան բացվեր ի պատիվ ԿՊ-ականների օրինակի համար, հա, բայց մարդկանց մի այլ ձևերով շահագրգռել են։ Դե կար առաջին հերթին պաշտոնական ընտրակաշառքը, տարբեր տեսակի բժշկական, սոցիալական ծառայությունների տեսքով։ Ինչու էր սա ընտրակաշառք շատ բացահայտ, որովհետև դա արվում էր հակառակորդ թիմերի աջակիցների հաշվին։ Միջին խաղը։ Բայց ամեն դեպքում պիտի փաստենք, որ օրենքի շրջանակում է դա եղել։ Այսինքն սա այն է, որ չէ, օրենքի շրջանակում չի, դու իրավունք չունես, լինելով երկրի ղեկավար, օգտագործես պետական լծակները քո քաղաքական շահի համար, քո անձնական շահի համար անգամ։ Այդտեղ չկա օրենք։ Ասում եմ թղթերով ամեն ինչ ճիշտ է, հա, այդպես չի որ ՀՀԿ-ի ժամանակ թղթերով շատ բան սխալ էր։ Մենք անգամ երբ որ այսօր խոսում ենք այն ժամանակվա ընտրակաշառքների մասին, այնպես չի որ մենք դա թղթերով ենք ապացուցել։ Դա տրամաբանորեն էր այդպես եւ դա այդպիսի ոգի էր, այդպիսի մթնոլորտ էր։ Հիմա նույնն է։ Այսինքն երբ որ դու պետության հաշվին շքերթ ես անում, որ անցյալ տարի չես արել, եկող տարի չես անելու, եւ դա անում ես նախընտրական շրջանում, մի իրադարձության վերաբերյալ որի վրա գաղափարապես թքած ունես, այսինքն այդ առաջին հանրապետություն, այդ ամեն ինչի վրա ոնց որ միշտ թքած ես ունեցել, չես կարևորել, եւ հանկարծ դու որոշում ես այդ օրը շքերթ անել, պարզ է, որ դա արվում է քարոզչական նպատակներով, իսկ դա ահռելի գումար է, փորձենք պատկերացնել, եթե ԿՊ-ն իր բյուջեի հաշվին նախ դրա իրավունքը չեր ունենա օրենքը կսահմանափակել նման շքերթ կազմակերպել, երկրորդ ինքը իրավունք չեր ունենա բանակին ներգրավել, եթե դա զուտ ԿՊ-ն լիներ, հետեւաբար սա անձամբ վարչապետի, անձամբ գլխավոր հրամանատարի անձնական շահագործումն է պետական միջոցների։ Երկրորդ նման մի բան, որը էլի թղթերով ամեն ինչ ճիշտ է, անգամ նույնիսկ թվում է Հայաստանի միջազգային կապերն են բարելավել, բայց ամեն ինչ արվել է, որպեսզի տարբեր միջազգային այցելություններ եւ դրանցից ամենախոշորը այդ եվրոպական ղեկավարների այցը համատեղ Երևան տեղի ունենա հենց այդ նախընտրական շրջանում։ Ծիծաղելի է, բայց անգամ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա նախընտրական համատեքստում էր եւ բոլոր այդ սարսափելի բաները, որ թե իրենք, թե իրենց աջակից այլ քաղաքական, այսպես լուսանցքային միավորներ անընդհատ ասում էին Պուտին, վայ Պուտին եկավ, վայ Պուտին էսա մեզ կգրավի, վայ Պուտին, իրականում Պուտինին Նիկոլ Փաշինյանը օգտագործեց իր նախընտրական քարոզչությունը Մոսկվայից իրականացնելու համար։ Եվ եթե նայենք, ասենք, տարբեր արձագանքների, այո, բան այնտեղ, չգիտեմ, Նիկոլը հաղթեց Պուտինին, այսպես, հա, ուղղակի հենց Մոսկվայում, հենց ասում։ Եվ բացի այդ էլ Պուտինի հայտարարությունները կարծես թե ընդդիմության ձայների պակասեցման հարցում որոշիչ էին, չէ՞։ Ստեղ իհարկե մենք կարող ենք դավադրության տեսության գիրկն ընկնել, որ կար այդպիսի պայմանավորվածություն, սակայն ես համոզված եմ, որ դա ոչ թե պայմանավորվածություն էր, այլ երկուստեք ձեռնտու մի բան։ Տեսեք, Ռուսաստանը ընդհանրապես շատ տխուր վիճակում է, մենք իներցիայով չենք պատկերացնում, որ Ռուսաստանը կարող է այդ աշճանի խայտարակ վատ վիճակում գտնվել, հա, պարտության նախաշեմին է, տնտեսական առումով ահավոր ծանր վիճակում է, ունի ոչ ադեկվատ ղեկավար, որը չի հասկանում այդ խնդրի տակից ոնց է դուրս գալու։ Հիմա այդ ոչ ադեկվատ ղեկավարին մեկը եթե կողքից ասեր, որ իսկ ինչու ենք մենք Հայաստանին գազը էժան վաճառում, կարելի է հիմա առիթ գտնել եւ ասել այ տեսեք դուք սորոսական ղեկավարին նորից ընտրեցիք, դե մենք էլ եւ ուզում եք Եվրոպա գնալ, դե մենք էլ գազը թանկացնում ենք, հա, առիթ է գազը թանկացնելու։ Ինչու ոչ, եւ նա կարող էր նման հայտարարություններ արդեն անել։ Դա իրենց շահերից է ձեռնտու։ Որևէ դեպքում Մոսկվայի շահերից ձեռնտու չէր այստեղ պրոռուսական ուժ տեսնել իշխանության ղեկին։ Ինչու, որովհետև պրոռուսական ուժը դա նշանակում է Մոսկվայից կախված ուժ, Մոսկվայի օգնությունը ակնկալող ուժ, իսկ հիմա իրենց դա պետք է։ Իսկ իրանց դա պետք է։ Երկրորդ այն քարոզչական կեղտոտ խոսակցությունները, որոնց մեջ ներգրաված էին նաև այսպես իբր չեզոք մարդիկ, հա, որոնք անկողմնակալ դիտորդ պիտի լինեին այս գործընթացների, որ Ռուսաստանը փող է այսպես հատկացրել եւ Ռուսաստանը իր ներսի խնդիրների համար իր գրպանից Պուտինը կամ բյուջեի գրպանից ծախսեր չի անում։ Միշտ այդ ծախսերը դնում է տարբեր օլիգարխների վրա։ Ինչը Սամվել Կարապետյանին, եթե փող պետք լիներ, նա չուներ, պետք է Պուտինը նրան փող տար։
դա անհեթեթություններ ուղակի, բայց այդ սուտը տարածվեց, ինչ որ թղթեր հրապարակվեցին, չգիտեմ ինչեր արվեցին, դա բացարձակ սուտ էր եւ դա ձեռնտու էր Նիկոլ Փաշինյանին եւ տեսեք Նիկոլ Փաշինյանը դուրս չի գալու հապկից, մեր հապկի ներկայացուցիչները շարունակում են այնտեղ հանձնաժողովներում աշխատել, մենք շարունակում ենք երբեմն անգամ Ռուսաստանից ինչ որ այսպես ոչ տեխնոլոգիական զենքեր գնել, որոնք ավելի էժան են եւ գնում ենք ավելի այսպես Պարզապես խոսվում է այն ամենի մասին, ինչը որ ականջահաճո է։ Այո, այս պահին դա ձեռնտու էր, հասկանալի է, որ այդ թեմայի վրա կարելի է խաղալ, կարելի է թշնամի նշանակել, հա, ասել է սրանք պրոռուսական են, չարիք են, թշնամի են, եւ այդպես խաղալ։ Ինչը տեղի ունեցավ, դրա համար ասում եմ, այդ ռուս նիկոլական, հա, ասենց այսպես ասած շոուն, դա երկու ստեկ ձեռնտու, անգամ պայմանավորվելու կարիք չկար, իրանք ամեն մեկը իրենց ձեռնտու քայլեր անելով, մենք արդյունքում պիտի ստանայինք այս շոուն, ինչը ստացանք։ Պարոն Աղայան, այ շատ էր քննարկվում Նիկոլ Փաշինյանը կունենա սահմանադրական մեծամասնություն, թե ոչ։ Այն տոկոսները, այն թվերը, որ կան, ինչ են մեզ հուշում այս պահին, արդյոք դա տեղի է ունենալու ու առհասարակ ազգային ժողովի այն տեսքը, որը լինելու է, իշխանությանը համար կարծես թե այդքան էլ ձեռնտու իրավիճակ չի, այսինքն եթե համեմատում են 21 թվականին ձևավորված ազգային ժողովի հետ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի խնդիրներ ունենալու է ամեն դեպքում, չէ՞։ Չեմ կարծում շատ նման խորհրդարան է, ես նույն ճիշտն ասած, ես անգամ չգիտեմ հիմա սահմանադրական մեծամասնությունը 60%-ներ, բայց իրենք ունեն այդքան տոկոս։ 2/3 եթե չեմ սխալվում, բայց կարծես թե չի բավականացնում։ 2/3 հաստատ չունեն, վերջը, այստեղ հարցը հետեւյալ չի, դա անգամ դա չի, ինքը սահմանադրության փոփոխությունը հատկապես այն ինչ որ Ադրբեջանն է պահանջում, այդ պիսի փոփոխությունը, որտեղ այլ փոփոխության կարիք ինքը չունի, սահմանադրությունը այսպես իրան լրիվ բավարարում է, այս Սերժի կարած կոստյումը, որը Սերժը կարել է Վիգեն Սարգսյանի համար, այսպես Նիկոլը հագել է, լավ էլ տեսել է իրան սազումը եւ չի էլ ուզում արդեն հանի։ Բայց քանի որ կա Ադրբեջանի կողմից պահանջ եւ 1-2 հարց, որ իրանք ձևի համար այսպես գուցե իրոք ուզում են փոխել կամ ձևական են փոխում, որ ասեն մենակ Ադրբեջանի պահանջը չենք կատարում, այդ սահմանադրության ֆունդամենտալ փոփոխություններ չեն լինելու, էլի։ Բացարձակ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն, այդ սահմանադրության փոփոխությունը վերածվելու է մի մեծ շոուի։ Այսինքն, եթե պետք լինի 600,000 ձայն կհավաքի իրես ամբողջ վարչական ռեսուրսը օգտագործելով եւ այդպես հարցը կմտնի այսպես հանրակրվեի եթե պետք լինի դա կանի որտեղ Նիկոլ Փաշինյանի խնդիրը պարզապես այսպես մի բան ընդունելը չէ Ադրբեջանի պահանջներ պարզապես մի ինչ որ կետ փոփոխելը չէ դա խոշոր աշխատ դա անիմաստ կետ է Որտեվ հայտարարական հռչակագիրը եղել է դա փաստ է պատմական, դա պատմությունից դա չես կարող անել։ Սահմանադրության մեջ դա անկարևոր տեղում է, հա, ընդհանրապես նախաբանում մնել թեթև հղումով, ինչ որ մի որոշման վրա, որը անգամ սահմանադրության տեքստում չկա, դա անգան աննշան բան է, որ աշխարհի բոլոր սահմանադրություններում, հատկապես մի քիչ ավանդույթ ունեցող, այդպիսի տարբեր բաներ կան, որ ասենք հարևան երկրի հետ կարող է խնդիր լինի, երբ որ իրանք շատ բարեկամական հարաբերություններ ունեն հիմա։ Այդպիսի խնդիր չկա, խնդիրը հայ ազգին նվաստացնելով ամբողջ ազգի կողմից այս թուրքական գերակայության փաստը ընդունել տալն է, հենց նվաստացման ճանապարհով, կոտրելու ճանապարհով, փչացնելու ճանապարհով, եւ այդ փչացնելու համար այդ շոուն պետք է։ Հայերը իրենց ձեռքով պետք է դա քարոզեն։ Ովքեր դրա հետ չհամաձայնվեն, պիտի պատժվեն։ Այդ ամբողջը պետք է տեղի ունենա եւ Նիկոլ Փաշինյանը դա անելու է եւ իր անձնական նվաստացումը այնուամենայնիվ նվաստացումը պատերազմի պարտությամբ հիմա ինքը փոխհատուցում է, այսինքն ուզում է ասի ես այնտեղ չեմ նվաստացել, նախ մենք ենք պարտվել, ոչ թե ես, երկրորդ իսկով ասես պարտվել են եւ երրորդը ես հիմա ձեզ եմ նվաստացնում, որպեսզի հանկարծ չմտածեք որ ասենք այն ադրբեջանցիները, որ իմ մասին երգում են, ես այդ տղեն եմ, չէ, ես այն տղեն եմ, որը ձեզ նվաստացնում է, այս նվաստացման կզծնելու, այս խոսույթը, այս ամբողջ այդ հոգեվիճակը, որ դրսևորվում է, մենք տեսնում ենք, որ տեսանք ամբողջ քարոզարշավի ժամանակ, այս խայտարակ մթնոլորտում մենք ինձ թվում է առաջիկայում ապրելու ենք որոշակի սրացումներով եւ այսպես մեղմացումներով։
Մինչև ընտրությունները, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ տաղավարում զրուցում էի, գրեթե բոլորը վստահ էին, որ արդար ընտրություններ չեն լինելու եւ ընտրակեղծիքները միանշանակ շատ են լինելու, բայց մենք ամսի 7-ին ամբողջ օրվա ընթացքում չենք հանդիպել լուրջ ընտրակեղծիքների այդպես ահազանգերի, որոնք խնդիր են առաջացրել եւ դրա մասին ընդդիմությունը շատ է խոսել, հարցը բարձրացրել է։ Մենք իսկապես արդար ընտրություններ ենք ունեցել, պարոն Աղայան, թե ամեն դեպքում Երևանյան տեղամասերում, ինչպես նաև բազմաթիվ այլ տեղամասերում Երևանից դուրս, որտեղ կա քիչ թե շատ վերահսկողություն, ես վստահ եմ, որ ոչ մի էական ընտրակեղծիք տեղի չի ունեցել։ Այն ինչ որ տեղի է ունեցել, եղել է այն աշճանի մանրունք, որ դրա վրա նույնիսկ չարժի ուշադրություն դարձնել, անգամ պատահականություն, ինչ որ վրիպակ, այլ ոչ թե ընտրակեղծիք։ Ես չեմ բացառում, որ ընտրակեղծիքներ են եղել որոշ տեղամասերում, որոնք հսկողությունից դուրս են եղել։ օրինակ Ինչ որ հեռավոր մի գյուղում, որտեղ ընդդիմությունը ներկայացուցիչ չունի կամ ավելի լավ է ունի, բայց այդ ներկայացուցիչը գնված է, ասենք այդ տեղի գյուղապետի, չգիտեմ, եղբայրը ընդդիմության ներկայացուցիչ է, օրինակ, էլի։ Խնամի ծանոթ բարեկամ ասենք ոնց որ ստացվում է, որ ընդդիմությունը համաձայն է ընտրակեղծիքին, որովհետև դրել է իր ստորագրությունը արձանագրության տակ, բայց փաստացի այդ ընտրակեղծիքը եղել է։ Այդպիսի բաներ լինում էր նախկինում, եւ հիմա այս շատ մեծ հկայական թիվը, որ ստացվել է ընտրողների եւ իշխանության օգտին քվեարկողների, հուշում է, որ նման բաներ կարող է տեղի ունեցած լինել։ Դա սովորաբար հայտնաբերվում է այսպես որոշակի մաթեմատիկական վերլուծությամբ, երբ որ մենք տեսնում ենք ինչ որ կորելյացիա, հա, ասենք կենտրոնից մարզեր բաներ եւ հանկարծ տեսնում ենք ինչ որ կետեր, որ այդ ընդհանուր տրամաբանությունից դուրս են ընկնում ակնհայտորեն։ Հա, չգիտեմ, օրինակ մեկը 3 ասեց, ես փաստը չեմ ստուգել, խնդրում եմ ինձ դա չվերավ, մեկը 3 ասեց, որ ինչ որ մի գյուղում 100%-անոց մասնակցություն ա եղել, երբ որ գյուղի կեսից շատը խոպանում է։ Հա, ես չգիտեմ, դա այդպես է բնի, բայց ասենք նման փաստեր ես հոգեբանորեն սպասում եմ, որովհետև ես մինչև հիմա չգիտեմ, որտեղից գտավ Նիկոլ Փաշինյանը եւս 100,000 ընտրող։ Ուղղակի դրանք պիտի չլինեին, այսինքն ինքը հավաքել է նախկինում փողով բոլոր քվեարկողների ձայները, ինքը հավաքել է բոլոր հիվանդ տատիկների ձայները, որոնք չէին հասկանում ուր էին եկել, ինչ հնարավոր է եղել, հավաքել են։ Եթե չեն եղել այդ կեղծ անձնագրերով քվեարկությունները, ուրեմն այդ 100,000-ը պիտի չլիներ։ Կամ պետք է ինչ-որ մի բացատրություն գտնվի, որը այս պահին ես չունեմ եւ կարծում եմ դեռ ոչոք չունի, ոչոք ամենայն դեպս չի հնչեցրել նման բացատրություն։ Ժամանակին միգուցե մեզ հաջողվի դա իմանալ կամ վերլուծությունով ենթադրություններ անել, բայց դա այդ փաստը առկա է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը 100,000-ը որտեղից գտավ, ոչ մեկին պարզ չէ։ Նաև հարցեր էր առաջացնում այն փաստը, որ գիշերը ժամը 2-ին Նիկոլ Փաշինյանը երբ ասուլիս էր տալիս լրագրողների համար, նա դեռևս 10-ից 20% էր արդյունքների ակնհայտ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իրենք հաղթել են։ Այդ իրավիճակում արդյոք ընտրակեղծիքների կրկին հարց չի դրվում, որովհետև որտեղից վստահ լինի։ Ես չէի դնի, որովհետև եթե մեկը եղել է ընտրական հանձնաժողովի աշխատանքի դիտարկման process-ում, այնտեղ բազմաթիվ վստահված անձեր հաշվարկին զուգահեռ արդեն իրանց բլոկնոտում այսպես նշում են հաթաթ այդ քվեները եւ ստանում են այդ թիվը նախքան որ հանձնաժողովը կմոտենա այդ թերթիկները հաշվելուն։ Երբեմն չեն սպասում մինչև վերջ, այլ ասենք կեսից արդեն հայտնում են, որ այստեղ հարաբերակցություն այսպիսինն է մոտավոր։ Հետևաբար քաղաքացիական պայմանագրի այդ ապարատը վստահ այդ բոլոր տվյալները ավելի շուտ է ունեցել մշակել է եւ այստեղ կարելի է դրան հավատալ։ Որոշ խնդիրներ կարող են լինել, նորից եմ ասում, այն տեղամասերում, որոնք ամբողջությամբ իրենց կողմից վերահսկելի էին, որտեղ ինչ ուզեին կարող էին անել եւ ոչոք չէր կարող ձեռքները բռնել, եւ եթե ասենք օրինակ իրենց պետք է օրինակի համար, հա, բարգավաճի քվեները ավելացնել կամ պակասեցնել, հա, ինչ ուզեին կանեին։
այդպիսի տեղամասեր վստահաբար եղել են։ Հետո անալիզը դա ցույց կտա, ինչ որ կամ էլ ենթադրություններ ցույց չի տա։ կանեն, հա, կամ ասում քիչ բան մենք կհասկանանք, կսկսենք այլ տեղեր փնտրել։ Այսպես բաներ կարող է եղած լինեն, եւ ես մի տարօրինակ բան կա, որ մի բոլոր ընտրությունների ժամանակ եղել է, ես ոնց որ չեմ հասկանում դրա բացատրությունը, դա այն է, որ որոշ տեղամասերի արդյունքներ, որոնք անգամ ավելի շուտ են ստացվում, բայց իշխանություններին պակաս ձեռնտու են, դրանք ամենավերջում են ամփոփագրերի մեջ մտնում։ Օրինակ Երևանը ամենամոտիկն է, Երևանում ամենախոշոր ընտրատեղամասերն են միջին հաշվով, եթե վերցնենք, ընդդեղից բավական արագ հաշվարկը տեղի ունենում, բայց չգիտես ինչի Երևանյան այդ տեղամասերը, որոնք միշտ իշխանությունների համար ավելի վատ արդյունքներ են ապահովում, ամենավերջինն են մուտքագրվում, անգամ ամփոփումից, չգիտեմ, 4-5-6 ժամ անց։ Օրինակ ասենք մեր տեղամասում 3:30 է վերջացել հաշվարկը, բայց ասենք առավոտյան նայում ենք ժամը դեռ 9:30-10-ին թվեր էին ավելանում, ես չգիտեմ, թվերը պակասում էին, որը հավանաբար Երևանյան տեղամասերի շնորհիվ էին պակասում, ոչ թե շրջանների, էլի։ Հետևաբար դա չեմ հասկանում, դա միշտ ՀՀԿ-ի ժամանակ էլ այդպես եղել, չեմ հասկանում դրա պատճառը, բայց այդ երևույթը կա։ Մի հարց կա, մշտապես խոսվել է, որ ընդդիմությունը միշտ Երևանում հաղթում է։ Եվ Նիկոլ Փաշինյանը Երևանում ակնհայտորեն պիտի պարտվեր, բայց կարծես թե պատկերը էլի այլ բան ցույց տվեց։ Նիկոլ Փաշինյանը բավականին շատ ձայն ստացավ Երևանում։ Նախ այդպես չի, որ ընդդիմությունը միշտ Երևանում հաղթել է, մենք անգամ քաղաքային ընտրություններ ենք ունեցել, որտեղ իշխանությունները ավելի լավ արդյունք են արձանագրել, քան համապետական ընտրության ժամանակ։ Հիշում ենք, ասենք ՀՀԿ-ի արդյունքը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ դրանից հետո Տարոն Մարգարյանը Երևանում ավելի բարձր տոկոս ստացավ, քան դրանից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցած ընտրությունները։ Հիմա էլ ավելի վատ էին արդյունքները մի փոքր, քան բանի համար, ընդհանուր համապետական մակարդակում, սակայն այստեղ մի քիչ առիթ օգտագործենք, խոսենք ընդդիմությունից։ Ընդդիմությունը լավագույն իդեալական ընդդիմությունն էր Նիկոլ Փաշինյանի համար։ Այն ահավոր խոցելի էր, ավելին անպատրաստ էր մասնակցել ընտրություններին։ Քոչարյան Ռոբերտը բացարձակ հավես չուներ այս ընտրություններին մասնակցելու, նույնիսկ մի պահ քննարկում էր, որ միգուցե իշխան Սաղաթելյանը գլխավորի ցուցակը։ Դրա մասին անգամ հրապարակային արտահայտվեցին։ Վերջին պահին այսպես որոշեցին։ Մենք տեսանք, որ այսպես բոլոր այս բացահայտումների մեջ փողերի բաժանման, հա, կարծես թե քոչարյանականներ չկան։ Նայելով շտաբերի աշխատանքին աշխուժություն չտեսանք առանձնապես, այսինքն շատ այսպես հոգնած пассив մասնակցություն էր, միաժամանակ ամենախոցելի ընդդիմությունն է, որովհետև այո նախկինները պետք է չմասնակցեն, դա նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների մեջ է տարածված, հա, եղբայր դուք քաշվեք մի կողմ, որ տեսնենք ինչ ենք անում, անընդհատ ձեզ մատնանշելով այս մարդը իշխանությունն է վերարտադրում։ Եվ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ոնց որ խաղից դուրս մնաց, Քոչարյանը չուզեց դուրս մնալ ինչ որ պատճառով, այնուամենայնիվ որոշեց մասնակցել եւ այդ դերը կատարեց, այսինքն դա այն տանձիկներ, որին անընդհատ խփում էին, որ անգամ պաշտպանվել չէր ուզում։ Տեսեք, անգամ ուժեղ Հայաստանին հարվածում էին Քոչարյանով, այսինքն տեսեք Սամվել Կարապետյանը վարչապետ չի կարող դառնալ, բայց այս թատրոնը այսպես սարքել են, որ վերջում վարչապետ դառնա Քոչարյանը, այսինքն չհավատակ, որ նա ուրիշ ուժ է, գնալու է վերջում վարչապետը դարձնելու Քոչարյանին։ Այսինքն Սամվել Կարապետյանը անգամ Քոչարյանի հետ չմիացավ, որպեսզի այդ խոսակցությունը չլինի, բայց դարձյալ կարողացան, ասենք, դա ինչ որ ձևով կապել։ Ավելին Բարգավաճի մասնակցությունը։ Ես առաջին օրվանից ասել եմ, միջև ապնդում եմ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս ընտրություններին մասնակցել է առնվազն Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ, իսկ իրականում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ եւ հանձնարարած առաքելությամբ։ Այսինքն ինչ որ տեղերում պակասեցնել այն քվեները, որտեղ ընտրազանգվածը նույնն է, հա, ասենք Գագիկ Ծառուկյանի նախկին ոչինայում կամ գուցե դեռ ներկա ոչինայում ուներ ինչ որ ազդեցություն, ինչ որ ընտրազանգված, որը հեշտությամբ պոկեց այդ ուժեղ Հայաստանի հավաքած քվեներից, հա, օրինակի համար, մասամբ նաև Քոչարյանի, բայց ավելի շատ կարծում եմ ուժեղ Հայաստանի։ Հետևաբար այդ մասնակցությունը պետք էր առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանին։ Եվ հիմա եթե մենք տեսնում ենք, որ Բարգավաճը եկել այսպես սահմանի վրա կանգնել է եւ ինչ որ մի քանի քվեի
պակասի պատճառով չի անցնում, այստեղ ոնց որ լրիվ Նիկոլ Փաշինյանի որոշումն է, կուզի կանցկացնի, կուզի չի անցկացնի, հա, այնքան նոր տվյալներ կան, կարծես թե արդեն վերջնական հաստատվել է, որ Բարգավաճ Հայաստանը չի անցնում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանում է 64 մանդատ, Ուժեղ Հայաստան կուսակցությունը 29 մանդատ, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Այս պատկերը արդեն պարզ է, ես ուզում եմ այն փոքր ուժերի մասին խոսենք, ովքեր չանցան ազգային ժողով, բայց ովքեր կարողացան օրինակ մի քանի ամսվա ընթացքում բավականին շատ ձայն ստանալ։ Ձեր տպավորություններով արդյոք հաջորդ ընտրությունների համար նոր դռներ են բացվում այս ուժերի համար եւ ընդհանրապես կուզեմ ձեր կարծիքը ասեք։ Տեսեք, փոքր ուժերից մի քանիսին ես սկզբունքորեն չեմ ուզում խոսամ այնպիսի կուսակցության մասին, ինչպիսին ԴՕԿ-ն է, հա, դա ինձ համար մի խայտառակություն է, անբարոյականության դրսևորում, որը ուղղակի պետք է չլինի եւ ամոթ է, որ ինչ-որ մարդիկ այդ կուսակցության ընտրում են։ Չեմ ուզում խոսալ նաև պայմանական ասած Նիկոլի արևմտամետներից եւ մեկ ռուսամետից, հա, այնտեղ Արամ Սարգսյան, Բաբաջանյան, Շիրինյան, այս արևմտամետ բլոկը գուցե էլի կա, չեմ հիշում, եւ Էդմոն Մարուկյանը, որը մի տեսակ sense կիսառուսամետ է խաղում։ Ես սրանց մասին նույնպես առանձնապես չեմ ուզում խոսամ, իրենք ստացել են բավական համեստ թվեր, ինչին եւ սկզբունքորեն արժանի են։ Մենք պետք կարող ենք խոսալ Թաթոյանի գլխավորած ցուցակի մասին, որը իր ծախսած ռեսուրսների համեմատ շատ համեստ արդյունք ցույց տվեց, բնականաբար նրա վրա ազդել էր նաև Հայաքվեի հետ վերջին պահին անհաջող միավորման փորձը, որից հետո Հայաքվեն խզեց հարաբերություններ եւ սկսեց աջակցել այլ ուժի, եւ չգիտեմ, դա բավական ապաշնոր ընդդիմադիր գործունեություն էր, պարոն Թաթոյանը սովոր չի ընդդիմություն լինել, չի կարողանում խոսել որպես ընդդիմություն, նույնիսկ ծիծաղել էր, հա, տեսնել իշխող Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր խոսույթով եւ դիմաց այսպես ընդդիմադիր Թաթոյան, որը փորձում է այսպես, չգիտեմ, մասնագիտորեն, բան, այսպես, կարծես նախարար է, հաշվետվություն է տալիս, որ դառնա, ասենք, վարչապետ կամ չգիտեմ, մի քիչ շատ անհաջող քարոզարշավ էր։ Պետք է, հա, Հայկ Մարուկյանը ինքը փաստորեն սկսել է վատնել արդեն իր քաղաքապետի եղած ժամանակվա կուտակած ռեսուրսը, համեմատաբար հաջող դրսևորում Երևանի ընտրություններում, բավական հետաքրքիր, բայց կոմեդիանտական, բացական բանով չեմ ասում, ոճի առումով եմ ասում, կոմեդիանտական շատ հաջող ռոլիկներ էր, շատ դիպուկ սուր հարվածներով եւ բավականին ձայն բերեցին կարծես, հա, բայց այնուամենայնիվ բերեցին ձայները, բայց դա այդ մարող ձայների շարքը լրացրեց եւ աստիճանաբար այդ էֆեկտը գնալով մարելու է եւ եթե ինքը ուզում է զբաղվել քաղաքականությամբ, նախ պետք է ընդունի, որ ինքը քաղաքականության մեջ չկա, հետո որոշի ինքը ինչպես է ուզում լինել քաղաքականության մեջ, նոր հետո արդեն սկսի գտնել այն հարթակը, ոչ թե ասի եկեք իմ շուրջ կամ իմ տակ, այլ գտնի այն հարթակը, որտեղ կարող է իր լուման ներդնել, կարող է որոշի, որ չի կարող եւ ընդհանրապես չմասնակցի, դա իր որոշելիքն է կամ օգնի ինչ որ մի ուժին, հա։ Երկու ցուցակ կար, որ շատ քիչ փող ծախսելու համեմատ բավական արդյունավետ ձայներ ստացան։ Դրանցից մեկը այն ցուցակներ, որին ես էլ էի աջակցում եւ անգամ այդ ցուցակի կազմում առաջադրված էի, դա բոլորին դեմն էր, բայց բոլորին դեմին չի կարելի ընկալել որպես սովորական քաղաքական ուժ, որը եկել է ինչ-որ մի ազգակցական։ Այո, որտեղ իրենք ինքնալուծած եկել էին մի խնդիր լուծելու համար, այդ խնդիրը ներկայացվեց, բավական ճանաչում ձեռք բերեցին, ուշադրություն գրավեցին, ոմանք քննադատում են, ասում են, չէ, մի որոշ բաներ որ արվում էր այդ ուշադրության համար կամ չգիտեմ այլ ձևով, ավելի սուր ձևով խնդիրները ներկայացնելու համար, այդ ակցիաները մի տեսակ վանելու էֆեկտ էլ ունեցան, դա կվելուծվի այս պահին ոնց որ իմաստ չունի, բայց ընդհանուր առմամբ, եթե հաշվենք ծախսված գումար եւ ստացված արդյունք ժամանակահատված եւ կարճ ժամանակահատվածում դա իհարկե փայլուն ցուցանիշ է։ Նման մի ցուցանիշ արձանագրել է նաեւ շնորհապետական կուսակցությունը Գուրգեն Սիմոնյանը, ինձ համար մի քիչ անելուկ է Գուրգեն Սիմոնյանի պարագան, որովհետեւ խոսել այնտեղ ինչ որ մի լուրջ կուսակցության մասին
դա անլուրջ է։ Դեռ երկրորդ համարը ամիջապես մի 2 տարի առաջվա ես ասենք այդ մարդուն ճանաչել եմ շատ վաղուց, ինքը բացարձակ Գուրգեն Սիմոնյանի խոսույթի հետ կապ չունի իր կերպարով։ Բայց ինքը ստիպված էր եղել նրան վերցնել, որտեղ ուրիշ ոչ ոք չէր համաձայնվել։ Ես հիշում եմ, որ ժամանակին մեր երջանկայի հիշատակ Արմեն Հովհաննիսյանն էր առաջարկել իր երկրորդ համարը լինել, ինչը բավական ծիծաղել էր, որ Արմեն Հովհաննիսյանը, որ ասենք այն ժամանակ Գուրգեն Սիմոնյանը։ Բայց մարդը կարողացավ ինտերնետային միջոցներով, նաև անընդհատ կանչվում էր լրատվականների կողմից տարբեր հարցազրույցների, ու ես չէի հասկանում ոնց կարող է այդպիսի հաճախականությամբ կանչվել, երբ որ իմ ճանաչած շատ ավելի լուրջ փորձագետներ ոնց որ այդպիսի հաճախականությամբ չեն կանչվում։ Ինձ թվում էր այնտեղ ֆինանսական մաս կա այդ հաճախակի հյուր գնալու մեջ տարբեր տեղեր, որոշ դեպքերում հյուրել չէր գնում, ինչ որ կարծես թե ինչ որ հատուկ բլոգեր էր մի հատ, որը իրեն խոսացնում էր, հա, եւ դա հետո տարածվում էր։ Մի խոսքով հետաքրքիր տեխնոլոգիա էր, ինչքանով էր դա թանկ էժան էսպային չեմ կարող գնահատել, փող ծախսվել է, բայց դա հաստատ ավելի քիչ է ծախսվել քան միասնության թևերի կողմից ծախսվածը եւ բավական բարձր արդյունք ստացել։ Դա պետք է մի քիչ ուսումնասիրվի, նաեւ հասկացվի աղբյուրները, որովհետեւ հարցը մնում է, այսինքն ով է Գուրգեն Սիմոնյանը, ինքը այդպես հարուստ կերպար է, որ կարողացել է այդ ամեն ինչը միայնակ անել, որտեղ միայնակ է։ Թե ինչ որ մեկը կա, որ այդ ծրագիրը իրականացրեց, այս բանը ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու։ Չգիտեմ, ելով մնաց այդ քիչ թե շատ աչքի ընկած ուժերից։ Անդրադարձանք բոլորին, ովքեր գոնե 2% շեմը հաղթահարել էին։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Աղայան, զրույցի համար։ Կարծես թե առաջնային հարցերին անդրադարձանք, հաջորդիվ կփորձենք տարբեր զրույցների ընթացքում արդեն քննարկել ազգային ժողովը տեղի ունեցածը եւ սպասենք արդյոք տեսնենք Պետյանի հայ ժողովուրդը հաջորդ ընտրությունների, որ այս խայտարակ պատկերը մենք չունենանք։ Այո, սպասենք տեսնենք ուժեղ Հայաստանը վերցնում է մանդատները թե ոչ, որովհետեւ իրենք վստահեցնում էին, որ իրենք պայքարում են իշխանության համար միայն, արդյոք պատրաստ կլինեն որպես ընդդիմություն աշխատել, դեռևս հարց է։ Սպասենք տեսնենք, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Արմեն Աղայանն էր, հայկական ընտրություն ՀԿ-ի ներկայացուցիչ, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, շարունակեք հետևել մեզ, կհանդիպենք։